Ուզում եմ հասկանալ, չեմ հասկանում ինչի չեն անում, բայց այն որ 60,000 դրամ թոշակը կամ 37,000 դրամը մի հատ էլ ուրախանանք, թե 10 քանի հազար դրամ ավելացրել ենք մինիմում թոշակը, այդ ոչ թե անլուրջ է, այդ ընդամենը նոնսենս է, այդ հիմարություն է նման բանը, ասել է Հայաստանի պայմանները։ Ես ինքս թոշակառու եմ, շատ չնչին թոշակ եմ ստանում։ Ես չգիտեմ, ոնց ծախսելու տեղ չունի, ինչպես կարելի է հասկանալ։ Գիտեք ինչքան շատ է։ Խելագարվեն այդ թոշակառուները, ինչ անեն, ուտելու տեղ չունեն, բան չունեն։ Հա, 1000 դրամ որ տակ։ Կարող են ծախսել, իհարկե չեն կարող։ Դենի ոտները կջարդի։ Գիտեք ինչ, անկախ ամեն ինչից այդ 3 միլիոն, չգիտեմ, ինչ փաստումներ արել, անկախ ամեն ինչից պետք է որ թոշակառուների թոշակը մի փոքր կոնե բարձրացներ։ Ոչ ստույգ թվով, բայց թոշակառուների թոշակը պետք է բարձրացնի, որովհետև ինչպես հասկանում ենք, հանգածումները ձմռան օրերին այս պայմաններում մի քիչ կոմունալ վճարումներն են ահագին թիվ կազմում, դա անկախ ամեն ինչից պետք է ինքը թոշակառուների թոշակը բարձրացներ, գոնե մի փոքր մասով։ Ես չգիտեմ ինչ պարգևադրում է տվել, ինչ պարգևադրում չի տվել, թոշակառուներին ինքը անտեսում է։ Ոչ, արտարացված չէ, մի քիչ չափից շատ է, ինձ պետք է տեղափոխել, որ բոլորն էլ օգտվեն։ Մենակ նախարարների չէ։ Փաշինյանը ինքս իր դադարություն է, ինքը անգրագետ, տգետ կեղծի է, կեղացի չէ, կեղծի է։ Թող թոշակները բարձրացնեն, դա ես էլի կուզեմ։ Մեկ շմե մեր Շիրակի մարզին օգուտ բերել, ասենք աշխատատեղեր բացել մեր քաղաքի միշտ ես նայում գա Երևանի մեջ Երևան է սարքում։ Այդ մի քիչ աշխատանքներ բերեն մեր Գյումրիում, միշտ կերնի։ Մենք գյումրեցիներից շատ բան չենք ուզել, խնդրենք որ մեր աշխատատեղ լինի։ Այս մեր բան մեր երիտասարդության կեսն է դրա համար այսպես լոդեր է դարել։